Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ ողջունում ենք ձեզ, մեր խոնարհումն ու շնորհակալություն ենք հայտնում ձեզ բոլորից, այս ամիսների ընթացքում ձեր պայքարի համար, եկեք բարձր ծափահարենք մեր 18 անդամներին, որոնք այս ամիսների ընթացքում չնայած բռնաճնշումներին, հալածանքներին, այդ կեղտոտ արշավի քարոզչական, որ իշխանությունները հետապնդում էին մեր ընկերներին իրենք կամքով, վճռականությամբ, արիությամբ մեզ բոլորիս ապացուցեցին, որ մենք երբ միասնական ենք, համառ ենք, հավատում ենք մեր սկզբունքներին ու մեր արժեքներին, պես հաղթել չի լինի եւ եկեք ծափահարենք նաեւ մեր այն ընկերներին, որոնք ուրախալի լուր պետք է ասեմ, մեր մի քանի ընկերների, որոնք այսուհետ ազատության մեջ են լինելու։ Սա ձեր պայքարի արդյունքն է, սիրելի ընկերներ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Մահսուդյանը տնային կալանքը փոխվել է վարչական հսկողություն եւ չբացակայելու արգելք։ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց վարչական հսկողություն եւ չբացակայելու արգելք։ Արմեն Ալեքսանյանին, մեր հայտնի բլոգեր, ընկերոջը, ծվածեղ պատրաստող մեր ընկերոջը, որ ծվածեղի գործով է անցնում, խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով, ծափահարենք մեր ընկերոջը։ Հերոսացին ծնող, պայքարի առաջամարտի, մեր լավ ընկեր, լավ հայ մարդ, Արա Ռոստոմյանի խափանման միջոցն է փոխվել, բարձր ծափահարենք մեր ընկերոջը, որ այսուհետ հնարավորություն է ունենալու այցելել եռաբլուր մեր ընկերոջ Շիրիմին եւ շատ կարեւոր է, սիրելի ընկերներ, որ մենք այս օրերի մեր պայքարը անարդյունք չի եղել եւ չի լինելու։ Այսօր անազատության մեջ են ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը ապօրինաբար մի քանի օր առաջ իր խափանման միջոցը չփոխվեց եւ երկամսյա կալանք տվեցի։ Այսօր անազատության մեջ են հայրաքելական Սուրբ եկեղեցու 3 սրբազան հայրեր, որ Նիկոլի ուղիղ թելադրանքով իր վախերի պատճառով, իր չարության պատճառով, իր նենգության պատճառով հայրաքելական Սուրբ եկեղեցու 3 սրբազան հայրեր կամ հանցը պատվալներում են, կամ ուրեմն ուրիշ քրեակատարողական հիմնարկներում։ Սա մեր ամոթն է, սիրելի հայրենակիցներ։ Եվ այս առումով ուժ ու տոկունություն ենք մաղթում սրբազաններին, ուզում եմ տեղեկացնել, որ մենք մեր գործընկերների հետ պարբերաբար այցելում ենք եւ իրենք չեն ողջունել ու հղում ձեզ, հպարտանում են ձեզնով, մենք էլ հպարտանում ենք մեր սրբազաններով, քանի կան հայրաքելական Սուրբ եկեղեցու նման բարձրաստիճան հոգևորականներ, որ պայքարում են, չես կարելու հաղթես հայրաքելական Սուրբ եկեղեցու։ Նիկոլ Փաշինյան, դու ես պատերազմը կրմելու ես, դու չես հաղթելու։ 100 հազարավոր մեր հայրենակիցներ կանգնելու են եկեղեցու կողքը եւ քո մուտքը թույլ չեն տալու, որ դու քո խմբակը փորձեք պղծել մեր եկեղեցին։ Չի լինելու, չի լինելու։ Սիրելի հայրենակիցներ, անազատության մեջ են նաեւ մեր հայրենակիցները, որոնք անհավասար պայքարում հաղթել են իշխանություններին, իրենց համայնքներում եւ ես ուզում եմ նաեւ մեր այդ ուժեղ կամքով հզոր այդ համայնքապետներին նաեւ հիշենք եւ ծափահարենք իրենք էլ անազատության մեջ են Վարդանը Ղուկասյան եւ Դավիթ Համբարձումյան, Մասիսի եւ Գյումրու ընտրված քաղաքապետները, որ չնայած այդ ամեն ինչին այդ բռնաճնշումներին մարդիկ ընտրվել են քիչ չի, մի հատ էլ ասում են Նիկոլ, դու մեզ չպետք է ասես մենք ոնց անենք, մենք մեր հայրենիքի մեր եկեղեցու կողքն ենք։
Այսօր շատ կարող ենք խոսել սիրելի հայրենակիցներ, բայց նաև ուզում եմ իրենց ողջույնը փոխանցել ձեզ։ Մեր Արտուրը Սարգսյան 4 անչափահաս երեխաների հայր, իր խնամքի տակ ունի 2 տարեց ծնողներ, որոնք այս օրերին, նաև այս ապրումների պատճառով հայտնվել են հիվանդանոցում, բայց այս ապօրինի ռեժիմը այնքան նենգա, այնքան վատն եք դու, որ ոչ միայն ազգային ժողովում սադրանք հրահարեցին, որ խափանման միջոցը փոխվեց մեր ընկերոջ Արտուր Սարգսյանի, ոչ միայն սադրանք հրահարեցին, այլև մինչև հիմա 4 անչափահաս երեխաների հորը ազգային ժողովի պատգամավորին, մեր լավ ընկերոջը պահում են անազատության մեջ, եկել եք մենք իր մոտերին և Արտուրը ինչպես միշտ ուժեղ, կամքով, հզոր, տղեր ասնավ, գնաց փոխանցի մեր համախոհներին, մեր ընկերներին, որ ինչքան էլ որ փորձեն, մեզ ճնշեն, ինչքան էլ որ մեզ փորձությունների մեջով տանեն, մեկը, մենք ամուր ենք, պինդ ենք, այս պասքային միշտ վերջ տանելու ենք, Արտուրի սեր մի հատ ժողովուրդ ջան, մի հատ ոգևորեք մեր ընկերոջը, հիմա ինքը դատական նիստա ընդհանում։ Ազատություն, Արտուր Սարգսյանի, ազատություն, ազատություն։ Աննախադեպ մի բանելա կատարվել, սիրելի հայրենակիցներ ջան։ Այսօր քայլակատարողական հիմնարկումը Հայաստանի Հանրապետության առաջին կինք հավատարկյալը, բռնապետական ռեժիմը ոնց անում, Մելիցա Մանթաշյան, Տավուշի թեմի հավատավոր մեր քույրը, որ այս տարիների ընթացքում աչքի ընկել բացառապես հայրենասիրությամբ, շիտակ, մաքուր, անփից միասնավորություն, որ անգամ հնարավորություն չունեցավ իր հոր 1 տարիներ լրանում, մահվան 1 տարիներ լրանում։ Սրանց նենգությունը հասավ նրան, որ չթողեցին անգամ մարդ հայցելի իր ծնողի շիրիմի։ Եվ այսօր լիճան են, ոնց որ մնացած քաղբարտակյալները, այս ամեն ինչը շպիտով է տանում եւ ասում է, որ մենք այս ռեպրեսիաներն ենք անցնելու, այս ամեն ինչի մեջով ենք անցնելու, լիճան հայտնվելու ազատության մեջ եւ այս ամեն ինչի խորհրդանիշն է այս պայքարի, որ կին լինելով նույնպես կարող եք պայքարել իշխանությունների դեմ եւ մենք հաղթելու ենք այս պայքարում։ Ազատություն Լիդիա Մանթաշյանին։ Ազատություն, ազատություն։ Սիրելի հայրենակիցներ ջան, այս օրերին նաեւ ռեպրեսիաների են ենթարկվում լրագրողները, ռեպրեսիաների են ենթարկվում քաղաքասարակության ներկայացուցիչները, բանտերում տեղ ու դադար չկա, մի բանի համար, որովհետև այս մարդիկ վախեցած են, դուք կարող եք խլել մարդու ունեցվածքը, դուք կարող եք մարդուն տարել զնդանների մեջ պահել, բայց իրենց ոգին կամքը չեք կարելու բանտարկեք, չեք կարելու, չի ստացվելու այդ ամեն ինչը ձեր մոտ, որովհետև մեր ընկերները ամուր են, պինդ են, իրենց հայացքներում վճռական են, այս պայքարը մինչև վերջ առաջ են տանելու, իրենք հայտնվելու են ազատության մեջ եւ բռնապետական ռեժիմը տապալվելու է։ Տենց ռեժիմներ չեն տապալվել, դուք եք տապալվելու, բոլոր պատասխանատուները պատասխանատվության են ենթարկելու։ Կոչիշտ է իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, խնդրում պահանջում եմ ձեզ, որ չտրվեք այդ հրահանգներին, այդ ամեն ինչի համար դուք ենթարկվելու եք քնորեն հետապնդելի պատժի, գիտենք, որ SMS հաղորդագրություններ ալինում, գիտենք, որ ճնշումներ ալինում, գիտենք, որ տարբեր միշտորդավորված մարդկանց միջոցով մարդկանց սպառնում է, եթե այլ խափանման միջոցակ իրարվում, բայց այդ ամեն ինչը ժամանակավոր է, հայրենիքը հավերժ է, մեր պայքարը հանուն հայրենիքի է, հանուն մեր հայրաքելական սուրբ եկեղեցու է եւ այս ամեն ինչի վերջը հաղթանակն է լինելու։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազատություն, ազատություն, ազատություն։